Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ ԽՍՀՄ ողջ պատմության ընթացքում միակ անլեգալ հետախույզը, ով հենց կենթանության օրոք արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, մեր հայրենակիցն է։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստանի Հանրապետության Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ, բազմամյա փորձառու հետախույզ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը և պատմական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության ծառայության գնդապետ Արմենակ Մանուկյանը։ Բարի գալուստ, բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Մինչև մեր հաղորդումը սկսելը դիտենք փոքրիկ տեսանյութ նվիրված Գևորգ Վարդանյանի կյանքի և գործունեությանը և կվերադառնանք տաղավար։ Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 17-ին Դոնի Ռոստով քաղաքում։ Հայրը իրանահպատակ էր, ձիթահան գործարանի տնօրեն։ 1930 թվականին հայրը խորհրդային հետախուզության հանձնարարությամբ տեղափոխվեց Իրան։ Հենց հոր և Թեհրանում ԽՍՀՄ հետախուզության ղեկավար Իվան Աղայանցի ազդեցությամբ 16-ամյա Գևորգը 1940 թվականի փետրվարի 4-ից իր կյանքն ամբողջովին կապեց հետախուզության հետ։ Գևորգի ստեղծած 7 հոգանոց պատանիների խումբն առանց հատուկ պատրաստվածության պատվով կատարեց բոլոր հանձնարարությունները, բացահայտելով մոտ 400 ֆաշիստական գործակալի։ Խումբը տեղաշարժվում էր հեծանիվներով և կոչվեց թեթև հեծելազոր։ Խմբի ակտիվիստներից էր Գոհար Լևոնի Փահլևանյանը, Գևորգ Վարդանյանի կյանքի հավատարիմ մարտական ընկերը, ում հետ ծառայության բերումով 3 անգամ ամուսնացել է։ Գևորգը 1942 թվականին ավարտել է Թեհրանում բրիտանական հետախուզական դպրոցը և բացահայտել բոլոր շրջանավարտներին։ 1943 թվականին Թեհրանում գումարվեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների կոնֆերանս, որտեղ վճռվելու էր աշխարհի ապագան։ Նացիստական Գերմանիայի հատուկ ծառայություններն ի դեմս տխրահռչակ Օտտո Սկորցենիի իրենց առջև խնդիր էին դրել սպանել Ստալինին, Ռուզվելտին և Չերչիլին։ 19-ամյա Վարդանյանի խումբն իջիկ դարձրեց Երրորդ Ռեյխի ամենից գաղտնի օպերացիաներից մեկը, փրկելով մեծ եռյակի կյանքը։ 1951-ից 55 թվականները Վարդանյանները սովորել են Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, ապա ուղարկվել արտասահման որպես անլեգալ հետախույզ հատուկ կարևորության հանձնարարություններով։ Տիրապետել է 8 լեզվի, 1957-ից 1960 թվականները գործել են Ճապոնիայում, 1960-ական թվերին Սիրիայում և Լիբանանում, ապա Ֆրանսիայում, 1975-ից 79 թվականները հիմնավորվել Իտալիայում։ Տասնամյակների ընթացքում երբեք չեն ձերբակալվել և չեն ունեցել ոչ մի ձախողում։ Հասարակության մեջ զբաղեցրել են բարձր դիրք, մտերիմ են եղել Իտալիայի նախագահի, սկսնակ գործիչ Սիլվիո Բերլուսկոնի, ՆԱՏՕ-ի հարավային զորաթևի գլխավոր հրամանատար ամերիկացի ծովակալ Թյորների հետ։ Անգամ վերջինիս ինքնաթիռով մեկնել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 1981-ից 86 թվականները գործել են Արևմտյան Գերմանիայում, որտեղ տեղակայված էր ՆԱՏՕ-ի գլխավոր միջուկային պլացդարմը։ Եղել են աշխարհի շուրջ 100 երկրում։ Գևորգ Վարդանյանը առաջին և միակ խորհրդային հետախույզն է, ով կենդանության օրոք արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Մահացել է 2012 թվականի հունվարի 10-ին։ Անունը գաղտնազերծվել է 2000 թվականին։ Օպերատիվ կեղծանունն էր Ամիր։ Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով, այդ թվում Հայաստանի Հանրապետության պատվո շքանշանով։ 2013 թվականին ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Գևորգ Վարդանյան մեդալը։ Հետախուզությունը ոչ միայն ռոմանտիկա է, այլ նախևառաջ հայրենիքի պաշտպանության ամենից արդյունավետ ուղիներից մեկը։ Այդ աշխատանքը իսկական հայրենասերների, համոզված և ինքնամոռաց մարդկանց համար է։ Այդպիսի աշխատանքի անհնար է չսիրահարվել։ Պարոն Պետրոսյան, դուք ձեր գործունեության ընթացքում բազմիցս
հանդիպել եք Վարդանյաններին, ոչ միայն Գևորգ Վարդանյանին, այլև նրա տիկնոջը Գոհար Լևոնովնային։ Կխնդրեի մեր հեռուստադիտողներին ներկայացնեք այդ բազմաթիվ հանդիպումների ընթացքում ձեր մոտ արկա տպավորությունները։ Գիտեք ինչ, ոչ միայն ես հանդիպել եմ նրան բազմաթիվ հանդիպումներ, այլ եղել եմ նրա բարեկամներից մեկն եմ եղել։ Գեորգի Անդրեյիչ Վարդանյանը այն անձնավորությունը, այն հետախույզն, անլեգալ հետախույզն է, որ դասվում է աշխարհի տասնյակի մեջ առաջիններից մեկն է համարվում։ Դուք ինչպես նշեցիք, նա առաջին սովետական միության հետախույզն է, որ կենտանության օրոք ստացել է սովետական միության հերոսի կոչում։ Ինչքան հայտնի է, առաջին եւ միակ։ Առաջին եւ միակն է, այո, առաջին եւ միակն է։ Նա ես նրան կտասեի լեգենդարներից լեգենդարի։ Գիտեք ինչ, ես կուզենայի ասել, որ մեծ բախտ եմ ունեցել, ինչ որ չափով օգտակար լինել նրա գործունեությանը։ Դա եղել է ապահովել նրա անվտանգությունը արտասահմանյան երկրներում եւ մեր հայրենիքում, Հայաստանում կամ ասենք Ռուսաստանում կամ Մոսկվայում։ Դա իհարկե թե չեմ ուզում մանրամասնորենալ, թե ինչպես է, դա միայն եւ միայն դա պետք է իմանային անհանձնավորությունները։ Ես օրինակ մինչև այդ ծանոթ լինելը գիտեի թե Ամիրը եւ Գեորգի Վարդանյանը նույն անձնավորությունն են։ Ամիրը նրա կեղծ անունն է։ Այո, առաջին իրեն կեղծ անունն էր, որով նա արդեն աշխատում էր։ Դեռ 1940 թվականին, երբ նա արդեն կապ ուներ Իվան Իվանովիչ Աղայանցի հետ, որը եղել է առաջին հետախույզը, առաջին ռեզիդենտը, որը նրա հետ աշխատել է եւ դաստիարակել է Գեորգի Անդրեյիչին որպես հետախույզի։ Եվ միշտ Գեորգի Անդրեյիչը ամենտեղ ամենուրեք երբ հարցը հարաշ է գալիս Իվան Իվանովիչի մասին, ասել որ նա իմ առաջին ուսուցիչն է եւ նա էր որ ինձ հնարավորություն ստեղծեց հետագայում լինել հետախույզ եւ կատարել այն հանձնարարությունները որ ինձ վրա դրված էր մեզ վրա որպես անլեգալ հետախույզների։ Ես չեմ ուզում մանրամասնել թե ինչու ներկայանում մեր ներդրումը համենայն դեպս որովհետեւ կարիք էլ չկա մանրամասները, միայն ուզում եմ ասել որ հբարդ եմ որ նրանցից մեկն եմ եղել որը իմացել է որ Ամիրը եւ Գեորգի Վարդանյանը նույն անձնավորությունն են եւ արել ենք այն ամենը որ ապահովենք նրա անվտանգությունը այն իրեն արտասահմանյան աշխատանքի ժամանակ։ Նրա մասին շատ բան կարող եմ ասել, որովհետև եւ կուզենայի նշել, որ ես 2009 թվականին գրեցի իմ հուշերը էջեր հետախույզի կյանքից եւ դիմեցի Գեորգի Անդրեյիչին խնդրեցի առաջապանը ինքը գրի։ Մեկ օրվա Մոսկվա էր գնալու ժամանակ չկար, բայց ասեց ոչինչ, Պետրոս Արտաշեսաշեմ, ես գիշերը կկաշտամ գիրքը եւ առավոտյան պատրաստի իմ հուշերը իմ գրությունը ամբողջ կես գրեմ։ Եվ իրոք առավոտյան զանգարեց թե կարող ես գալ եւ վերցնել։ Երբ մոտեցա ասել Գեորգի Անդրեյիչ, այդ երբ նայեցի, դե ասում հետախույզ եմ նայեցի, տեսի ինչ որ հարգավոր էր, ամենը ինչ որ հարգավոր նայեցի եւ բոլորը կարդացի։ Բայց ստորագրել են ուրեմն այս գիրքը, ստորագրել են Գեորգի Անդրեյիչ եւ Գոհար Լևոնովնան։ Այդ հուշակբանը, առաջապանը նրանք են գրել։ Հբարդ եմ եւ շատ շնորհակալ եմ նրանից, որ նրանք ծանոթացա, նո գեղեցիկ խոսքեր եք գրել իհարկե։ Իսկ ինչ վերաբերում է որպես հետախույզի, ես ուզում եմ ասել, որ ներկայումս պետք է մեր երիտասարդությունը ամեն ինչ պետք է անի, որ հետևի մեր Գեորգի Անդրեյիչին։ Այսօրվա մեր այս զրույցը պետք է հանգի նրանում, որ մեր երիտասարդությունը իմանան, որ մենք ունեցել ենք, որը դեռ տարեր կարող է անցնել, բայց դեռ այն ինչ որ մենք հիմա դեմի շատ փոքր մասն մենք գիտենք նրա կատարած կոորդինացիայում։ Փաստորեն գործունեության մեծ մասը դեռևս մնում է գաղտնիության շարժով պատված։ Չկա, բայց կկա ժամանակը, որ ամեն ինչ པարզ կլինի։ Ինձ թվում է, որ կանցնեն տարեր, չնայած արդեն ֆիզիկապես կենտանի չի, մեզ հետ չի, բայց նա հավերժ կմնա ամբողջ ժողովրդի եւ հատկապես հայ ժողովրդի սրտում որպես լեգենդար հետախույզ, որը ամբողջ աշխարհի հետախույզներից առաջնայիններից մեկն է հանդիսանում։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, դուք որպես հայ հանրությանը Գևորգ Վարդանյանին թե գրքի եւ թե վավերագրական ֆիլմի տեսքով առաջին ներկայացնող նրա հետ հանդիպող, շփվող, խնդրում եմ
ձեր տպավորությունները ներկայացնեք, նաև որպես պատմաբան եւ թե նաև որպես այդ ոլորտի փորձառու աշխատակից։ Գևորգ Վարդանյանը իսկապես առասպելական անձնավորություն էր, քանի որ դուք արդեն նշեցիք, գաղտակյաց, այսինքն անլեգալ հետախույզ, որը հերոսի կոչում է ստանում, դա բացառիկ դեպք էր Խորհրդային Միության հետախուզության մեջ, իսկ Խորհրդային հետախուզությունը իսկապես աշխարհի ուժեղագույն հետախուզություններից մեկն է եղել, եւ եթե այդ ուժեղ հետախուզության մեջ մեր հայրենակիցը աշկի է ընկել, դա Հայ լինելով հանդերձ առաջին եւ միակ ինքն է արժանացել փաստորեն։ դա ցույց է տալիս, թե ինչ մակարդակի հետախույզ է եղել նա։ Եվ այստեղ անհրաժեշտ է գտնում նշելու նաեւ նրա կնոջը, որտեղ նրանք ըստ էության դեռ պատերազմի տարիներից միասին են գործել, երկուսով փաստորեն կատարել են իրենց աշխատանքը եւ իր կնոջ Գոհար Վարդանյանի աշխատանքը նույնպես գնահատվել է շատ բարձր խորհրդային իշխանությունների կողմից։ Եվ մյուս հարցը, որի վրա ես կուզենայի ուշադրություն դարձնել, դա այն է, որ Գևորգ Վարդանյանը լինելով խորհրդային հետախույզ, իսկապես արմատներով կապված էր թե Հայաստանի հետ, թե հայ ժողովրդի հետ դեռևս այն տարիներին, որտեղ տեսեք ինչ հետաքրքիր պահ կար, երբ որ նրանք որոշակի գործունեությունից հետո հնարավորություն ստացան գալ Խորհրդային Միություն եւ կրթություն ստանալ, նրանք ըստ էության կարող էին Խորհրդային Միության ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթություն ստանալ, սակայն նրանք գերադասեցին գալ Երևան եւ սովորեցին մեր Բրյուսովի անվան համալսարանում։ Երկուսը միասին սովորել եւ ավարտել են Հայաստանում։ Սա էլ է ցույց տալիս, թե նրանք ինչքան են ըստ իրենց էությամբ կապված մեր հայրենիքի Հայաստանի հետ։ Իսկ որպես մարդ Գևորգ Վարդանյանը մի հրաշալի ուրեմն ազնվորություն էր բարի բուն իմաստով, քանի որ նման մտավորական մարդ, որը իրեն նույնիսկ կեցվածքը, խոսելու ձևը ուղղակի ձգում էր իրեն, դա երևի հետախուզի հատկանիշ է, որ նա պետք է գրավի մարդկանց իր վրա եւ նրա մոտ դա ակնհայտ երևում էր եւ իր արդեն բավականին մեծ տարիքի լինելով հանդերձ բոլորովին նրա հմայքը չէր կորել, նա կարողանում էր եւ հրաշալի զրուցակից լինել եւ համակրելի բարի մարդ էր, ըստ էության մարդ, որը ասենք թվում է թե ինչ կա հետախույզ է պետք է ամեն ինչ իմանա, բայց 8 լեզու տիրապետել ազատ դա կարծում եմ ամեն մարդ այնուամենայնիվ մասնագետ լեզվաբանների համար է դժվար, նա տիրապետում էր դրան եւ ըստ էության իրեն պահում էր բոլորի հետ կարծես հավասարը հավասարի, նրա մոտ չկար այն զգացողությունը, որ տեսեք ես հերոս եմ, ես չգիտեմ ձեզանից բարձր եմ, բացարձակ նման ուրեմն տպավորություն նրա հետ շփող մարդը չէր ստանում, ով ուզում էր լիներ։ Պարոն Պետրոսյան, դուք ինքներդ որպես փորձառու հետախույզ լինելը, մանավանդ անլեգալ հետախույզ լինելը դժվար թե հեշտ աշխատանք է։ Դա առաջին հայացքից գործի անտեղյակներին թվում է, որ բավականին ռոմանտիկ զբաղմունք է, սակայն երևի շատ վտանգներով լեցուն ու վտանգավոր մասնագիտություն է։ Դա ասեմ, որ Եվ այդ վտանգների հետ կապված գուցե օրինակներ բերեք Գևորգ Վարդանյանի գործունեության, այդ հետախուզության։ Իհարկե ոչ բոլորը կարող են լինել հետախույզ։ Հետախույզ պետք է լինի այն անձնավորությունը, որը նախ պետք է հայրենասեր լինի, նվիրված պետք է լինի, բազմակողմանի զարգացած պետք է լինի, պետք է խիզախ լինի։ Կարող է դա որտեղ որ լիներ, կարող է նույն նրանց լեզվով կարող է նա արդեն խոսել ամեն ինչ հարգորը կաներ։ Բացի դրանից նա իր հմայք ուներ, մի հմայիչ անձնավորություն էր։ Պետք է ասել, որ լինել հետախույզ դա բավական չի։ Պետք է կարողանա շփվել, կարողանա մարդկանց հետ շփվել, նրանց լեզուն հասկանալ, նրանց մոդեցումը, այդ բոլորը մեծ նշանակություն ունեն։ Ես հիշում եմ, երբ լինում են հետախուզության եղել են դեպքեր, երբ այն անձնավորությունները, որոնց հետ մեծ կապ են ունեցել, եղել են հետախուզներ, որ մարդկային վերաբերմունքը այն չի եղել, ինչ հարկավոր է, բայց նրանք հրաժարվել են նրա հետ գործակցելուց։ Բայց եղել են նրանք, որոնք որ այնպիսի հետախուզներ են եղել, որ ոչ թե միայն չինովնիկի նման ինչ է կարել, զեկուցեք եւ այլն, բայց նախ պետք է իմանալ, թե այդ հետախույզը
ինչպես է ապրում, ինչ տեղություններ, ինչ դժվարություններ ունի, ինչով կարելի օգտակար լինել ընտանիքին եւ այլն եւ այլն։ Այդ ամենը մեր նշանակությունն է հետախուզի համար։ Այդ է պատճառը, որ Գյորգի Անդրեյիչը բոլորի հետ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր էր։ Նա ճիշտ ասեց մեր հարգարժան Մանուկյանը, որ նա մի անձնավորություն էր, որ բոլորի հետ լեզու կարող էր գտնել։ Հետախուզը պետք է լինի շփվող, պետք է լինի բազմակողմանի զարգացած, կարողանա հասկանալ լեզուն դիմացինին։ Եվ այդ բոլոր բնավորության այդ բոլոր գծերը դրական գծերը որ կար հետախուզյանը Գյորգի Անդրեյիչը ուներ։ Եվ այստեղ ես ուզում եմ մի քանի դեպքերի մասին հետաքրքիր պատմել։ Եթե օրինակներ կան, խնդրեմ, այո, որ ինչպիսի նեղ պայմաններից դրությունից նրանք կարողացել են դուրս գալ։ Եվրոպական երկրներից մեկում, երբ նրանք արդեն բոլորովին այլ անձնավորություն տակ էին, աշխատում էին եւ հանգարց պետք է նրանք հրավիրված էին ինչ որ մի անձնավորության մոտ վիճակապաստավլեն է։ Գուար Լևոնովն ուրեմն գնացել վարսահարդարման եւ Գյորգի Անդրեյիչը դուրս է սպասում է եւ գնում գալիս է ասում է շուտ արի ուշանում ենք արդեն եւ հանգարց Գուար Լևոնովն տեսնում է որ Գյորգին կամած գնում ու գալիս ասում է Գյորգի я сейчас на русском языке հետո արդեն ասում է այս ինչ ասեցի բայց Գուար Լևոնովի կողքը նստած են եղել տարբեր կանայք են նրանք նույն այդ իրենց կանանց սկսում են երբ Գյորգին անմիջապես այդտեղից չկացել է երբ արդեն հանդիպել են ասում է Գյորգի ասում է ես մոռացա որ մի պահ մոռացան տրվեց եւ հայտարարեց մեկ ուրիշ դեպքի մասին պատմեմ նորից 15 տարի առաջ Գյորգի Անդրեյիչը եւ Գուար Լևոնովն բոլորովին այլ անվան տակ աշխատելիս են եղել տարբեր երկրներից մեկում նո դա կարևոր չէ որ երկիրն է եւ հանգարց նորից հրավիրված են եղել մեծակ Բարսաստիճան այո ինչ որ մի անձնավորության հյուր է Բարսաշխարհիկ հասարակության հյուր է հրավիրված եղել եւ հանգարց երբ արդեն մոտեցել են այդ տանը Գուար Լևոնովն նկատել է որ այն կինը որի հետ նրանք աշխատել են արդեն անցնում է բնականon է գնում ամիջապես այ ես շատ վատ եմ զգում ինչ որ գլուխս բդդվում է ադամները սավում են չեմ կարող ինչ շատ տուն տարեք այդ վարգյանին դուրս է գալիս տանտերը որը հրավիրել է ասում ոչինչ ասում գնանք ներս ասում ես հիմա բժիշկ կանչամ չէ Գյորգի շուտ անմիջապես ինձ տուն տարեք եւ տարել են եւ այդպեսի մոմենտ է եղել որ նրանք կարող են ոնց ասում պրավալի ենթարկել ամեն բայց իրեն այդ հնարամտությամբ Գուար Լևոնովն կարողացել է փրկվել այդ մոմենտներից եթե 15 տարի առաջ դա քիչ չէ ինչպեսի այդ նրան հիշել է դեմ կամեջ եւ հետագայում ստուգել է որ իրոք այդ անձնավորությունը եղավ որին նրանք տարբեր անվան տակ աշխատել են նրա հետ այսինքն ճակատագրական պահերին ճիշտ հստակ կողմնորոշվելու կարողություն ունեցել Գուար Լևոնովն եւ Գյորգին շատ դեպքեր են եղել ես օրինակում այստեղ կուզեի ասել որ առաջին անգամ Գյորգի Անդրեյիչը նրա դասերակը եղել ուսուցիչը եղել է Աղայանց Իվան Իվանովիչը նա ամենտեղ երբ որտեղ որ հարկ էր լինում նա խոսում էր նրա մասին ասում էր նա ես շատ բան եմ վերցրել նրանից ամեն ինչ որ ես այսօր ասում եմ կարողանում եմ իմ արշիվ դրված քանտիները կատարել դա ասում է Աղայանցից Իվան Իվանովիչի մեծ շնորհքն է որը նա առաջին իսկ օրից դասերակել է նա առաջին Ամիր անունը որ տվել են հենց այդ 40-ական թվականներին դետար շարունակել են երկար տարիներ նրա հետ արդեն շատ դեպքեր կարող եմ ասել բայց ես կուզենայի շեշտել որ մեր երիտասարդությունը պետք է հետևի մեր Գյորգի Անդրեյիչին որտեղ նրա նման հետախույզ շատ դժվար է ունենալ եւ նրա կատարած գործունեությունը դեռ կանցնեն տարիներ տասնյակ տարիներ եւ տարեր կարող անցնեն մենք նոր կարող ենք նրա գործունեության մասին ի հայտ գալ եւ կարող են արդեն իմանալ եւ ավելի հպարտանալ ավելի հպարտանք մենք հպարտ ենք որ նրա նման հետախույզ ունենք Շնորհակալություն պարոն Մանուկյան Գևորգ Վարդանյանի եւ նրա տիկնոջ Գոհար Վարդանյանի գործունեության մինչ այժմ հայտնի գլխավոր առանցքային փուլը դա Թեհրան 43-ն է ցավոք սրտի ինչ հանգամանքների հասկանալի հանգամանքների բերումով մնացած այդ շրջանը անհայտ է կուզենայի որպեսզի ներկայացնեք Թեհրան 43 երևույթը դրա կարևորությունը որն էր արժեքը որ դրանով հանդերձ Գևորգ Վարդանյանը եւ նրա տիկինը դարձան իսկապես հիրավի լեգենդային անձնավորություններ Թեհրան 43
շատ կարևոր պահ է երկրորդ աշխարհամարտի ժամանակ հայտնի է, որ հանդիպեցին 3 դաշնակից երկրների ղեկավարները եւ այնտեղ ըստ էության հետագա ուրեմն խնդիրները պետք է լուծվեն, հետագա գործողությունները եւ այլն։ Այստեղ ինչով է կառավարվում այդ կոնֆերանսի անվտանգության ապահովման խնդիրը, որը կատարել է Գևորգ Վարդանյանը, իհարկե պետք է անպայման նշենք Իվան Աղայանցի գլխավորությամբ, որովհետեւ այդ տարիներին Իրանի հետախուզության ռեզիդենտը խորհրդային միության Իվան Աղայանցն է, ռեզիդենտը ղեկավարը։ Ղեկավարը, փաստորեն այդ հետախուզության ղեկավարը Իրանի տարածքում եւ շատ ճիշտ նկատեց պարոն Պետրոսյանը, որ նա եղել է առաջին ուսուցիչ իսկապես Գևորգ Վարդանյանի եւ Գևորգ Վարդանյանը հենց այդտեղ է սկսել իր ըստ էության հետախուզական աշխատանքները Իրանում, Թեհրանում եւ այդ կոնֆերանսի ժամանակ շատ կարևոր դերակատարություն է ունեցել, ինչ իմաստով նա մի խումբ ուներ, որը հեծանվորդներ են անվանում, երեխաների 15-16 տարեկան պատանի աղջիկներ են, Գոհար Վարդանյանն էլ մասնակցում էր այդ խմբի մեջ էր, որոնց հիմնական խնդիրն էր, ուրեմն Իվան Աղայանցի հանձնարարությամբ այդ հեծանիվներով նայում էին այն մարդկանց, որոնք հետաքրքրում են խորհրդային միության հետախուզությանը, այդտեղ էլ շատ հետաքրքիր դրվագներ կան, բայց այստեղ Թեհրան 43-ի հետ կապված ինչն էր ամենագլխավորը։ Բոլորին արդեն հայտնի է, որ գերմանական ղեկավարությունը ծրագրավորում էր մահափորձ կատարել 3 առաջնորդների նկատմամբ, 3 երկրների, որոնք մասնակցելու են Թեհրան 43-ին եւ հատուկ ուրեմն ըստ էության նախապատրաստական աշխատանքեր են տանում, արդեն մարդիկ են ուղարկում գերմանացի ուրեմն հատուկ պատրաստված անձանց, որոնք պետք է կատարեն այդ ուրեմն հանձնարարությունը։ Այստեղ կարևոր դերակատարություն է ունեցել հենց Իվան Աղայանցը, որը առաջիններից մեկն էր, որ տեղեկատվություն է ստացել, որ նման վտանգ գոյություն ունի եւ բնական է, որ այդ անվտանգության ամբողջ համակարգը նա էր ապահովում, պատասխանատուն էր, գեներալ է եղել նույնպես Իվան Աղայանցը եւ նրա, ինչպես ասում են, հիմնական օգնականները Գևորգ Վարդանյանը եւ իր խումբն էին, որոնց ուրեմն կարևոր դերակատարությունը ինչու՞ն է։ Պատասխանատու գործ ամբողջովին հայրից ձեռքում։ Ըստ էության այդպես է դուրս գալիս։ Հայրից էր կախված այդ 3 տերությունների ղեկավարների կյանքը։ Այդ իրադրության մեջ այդպես է ստացվում, ուրեմն եւ կարևորը ինչ էր, որ այդ Գևորգ Վարդանյանի խումբը եւ շատ ակտիվ ա եղել այդ գործում Գոհար Վարդանյանը կարողանում են հայտնաբերել այն դիվերսանտներին, որոնց ուղարկել են գերմանացիները եւ նրանց ուրեմն բացահայտելով ձերբակալում են մինչեւ ուրեմն Թեհրանի կոնֆերանսի սկսելը։ Դա մեծ հաջողություն է։ Ըստ էության եւ այդ բանը ինֆորմացիան տեղեկատվությունը փաստորեն Գևորգ Վարդանյանի խումբն է ստանում։ Դա եւ այն ֆիլմ կա շատ հրաշալի իմ կարծիքով Թեհրան 43-ը, որտեղ մեր հայրենակիցը մի հոյակապ երգ է գրել Շարլ Ազնավուրը, իսկապես տպավորիչ ֆիլմ է։ Այնտեղ իհարկե գլխավոր հերոսը հենց Գևորգ Վարդանյանն է եւ իրականություն է դա, որ ըստ էության նրանց ջանքերի շնորհիվ կարողացել են ապահովել ուրեմն այդ 3 երկրների ղեկավարների անվտանգությունը։ Դա մեծ գործ էր, իսկապես հենց առաջի քայլերը անելուց նրանք ցույց են տալիս, թե ինչքան օգտակար ուրեմն հետախույզներ են, ինչպես կարող են մեծ օգնություն ցույց տալ նման դժվարին խնդիրները լուծելիս։ Այսինքն պարոն Մանուկյան, փրկելով 3 տերությունների ղեկավարների կյանքը, կարող ենք համոզված արդեն ասել, որ դրանով հակահիտլերյան կամ հականացիստական կոալիցիայի դեմ պայքարը շարունակել եւ հաղթականավարտին հասնելու հնարավորություն տվեց։ Բնականաբար շատ մեծ դերակատարություն են ունեցել այդ գործում, այդպես էլ կա ըստ էության, որով իսկապես կարելի է հպարտանալ։ Մի փոքր ավելացնեմ, որ Իվան Լեոնիչը այդ կոչում էր լեգկե կավալերիա։ Հա, թեթև հեծելազոր, այո, էր կոչում, որտեղ մասնակցում էին Գեորգի Անդրեյիչ ղեկավարում էր այդ խումբը, որտեղ Գոհար Լևոնովնան էր, նրա եղբայրը Օնիկ Փահլևանյանն էր, որոնք կենտրոնից պլակատար նստեին ստացել եւ հպարտանում էին, որ մենք առաջին անգամ մենք ստացել ենք այդպիսի ասում ենք
Մոսկվա մեզ գնահատել այդ բանը։ Ես այդ մասին լավ գիտեմ, որտեղ հանդիպումներ երբ լինում էր, մարդիկ խոսում են եւ Գեորգիեն պատմում էր, թե ինչպես այդ նրանք երբ առաջին անգամ ստացել են Մոսկվայից հadoop հանձնարարությամբ, հadoop պատվերով գովասանակիր են ստացել եւ նրանց գործունեությունը խրախուսվել է։ Պարոն Պետրոսյան, դուք արդեն մի քանի անգամ նշեցիք երիտասարդության հետ կապված, որպես ինքներդ հետախուզության վետերան, Գևորգ Վարդանյանի կերպարը որպես հետախույզի, որպես մարդու, մեր ներկա հայ երիտասարդ հետախույզների համար, ինչով է օրինակելի, ուսուցողական, ինչքանով է դաստիարակչական Ես կարող եմ ասել ամեն ինչով է հետաքրքիր։ Նրանք պետք է ուսումնասիրեն Գեորգի Անդրեյեվիչի ամեն ինչ, թե ինչպես նա ինչպեսին է սկսել, թե ինչպեսի նա աշխատանք է կատարել, իրեն այդ հանձնարարությունը ինչպես է կատարել։ Մեր երիտասարդ հետախույզները, դե ես մոտավորապես 10 տարի դասավանդել եմ մեր հadoop դպրոցում եւ այդ ժամանակ ես հիշում եմ, որ 10-երի ընթացքում մենք օրինակներ էինք բերում Գեորգի Անդրեյեվիչի կատարած գործունեության մասին եւ կոչ էինք անում երիտասարդին հետևել նրան, որովհետեւ ներկայումս այդ շատ հարկավոր է մեզ համար, որովհետեւ մեր երիտասարդները իմանան, որ ունեցել են մի այնպիսի հետախուզություն ունեցել անլեգալ հետախուզ, որը ամեն ինչ արել է եւ այդ հարցի մասին մենք ուշադրություն պետք է մենք դարձնենք եւ դա մեծ օգուտ կտա մեր երիտասարդությանը եւ ասեմ, որ երիտասարդությունը շատ մեծ ցանկություն ունի այդ բոլոր իման։ Ես հadoop դասընթացներ էի կարդում Գեորգի Անդրեյեվիչի ամբողջ գործունեության մասին։ Ժամերով նրանք ուղղակի խնդրում էին, որ որքան հնարավոր է ավելի շատ պատմել Գեորգի Անդրեյեվիչի գործունեության մասին։ Եվ այդ ամենը կնպաստի մեր պետականության, անվտանգության ավելի ամրապնդմանը։ Իհարկե, մեր ամրապնդում է մեր հետախուզական գործունեությունը եւ ներսում եւ դրսում։ Եվ հույս ունեմ, որ Գևորգ Վարդանյանի այդ դրական այդ տիպարը, դրական այդ փորձը մեր նշանակություն կունենա մեր երիտասարդության համար, որը իբարս մեր հայրենիքի եւ մեր հետագա գործունեությանը կնպաստի ամեն ինչով։ Պարոն Մանուկյան, Գևորգ Վարդանյանը հայտնի է որպես Թեհրան 43-ի ակտիվ մասնակից, սակայն կխնդրեի ներկայացնել Գևորգ Վարդանյան Հայաստան, Գևորգ Վարդանյան հայ ժողովուրդ կապերը, նրա վերաբերմունքը, նրա տածած սերը, սերտ կապը, նաև ինչ-ինչ հարցերում գուցե եւ աջակցությունը։ Սիրով խոսեմ այդ թեմայով, որովհետև իսկապես, եթե նայենք ընդհանուր առմամբ, դուրս է գալիս Խորհրդային Միության հետախույզ է, որ ընդհանուր մեծ երկրի համար է աշխատել, բայց մենք ուրեմն այդ դեպքում շատ կսխալվենք, որովհետև կոնկրետ Գևորգ Վարդանյան, Գոհար Վարդանյան զույգը հայրենիքին շատ նվիրված Հայաստանին, իրենց այդպես փոքր հայրենիք էին այն ժամանակ ասում, բայց հայրենիքը փոքր մեծ չի լինում բնականաբար, մեկն է եւ ոչ միայն սիրում էին կապված են, այլ փորձում են ինչ որ ձևերով, երբ որ արդեն հնարավորություն ունեն, օգտակար լինել անկախ Հայաստանին եւ կոնկրետ քայլեր են կատարում այդ ուղղությամբ։ Ես արդեն նշեցի, որ երբ նրանց սովորելու հնարավորություն տրվեց բարձրագույն կրթություն ստանալու, դա արդեն բնութագրական է։ Մեր հայրենիները ընտրեցին Երևանը, Երևանի Բրյուսովի ուրեմն ինստիտուտ էր կոչում այն ժամանակ, եւ բացի այդ, որպեսզի պատկերացնեք, որ նրանք ոչ միայն կապերը չեն խզել, այլ եւ Երևանում ունեն տուն, որը հիմա էլ կա, նրանց փաստորեն բնակարանը Երևանում է գտնվում եւ նրանք անկախությունից հետո ամեն տարի պարտադիր մի քանի ամսով գալիս են Երևան եւ հենց այնպես չեն գալիս, ասեմ, որովհետեւ Գևորգ Վարդանյանը արդեն այդ տարիներին ուսուցանում էր Ռուսաստանի հետախուզական դպրոցում, ըստ էության գալով էստեղ նա իր փորձներ փոխանակում նաեւ տեղի ուրեմն երիտասարդների հետ դա մեկ շատ իմ տեղեկությամբ ուրեմն խորհուրդներ է տվել շատ օգտակար ընդհանրապես այդ աշխատանքի ուղղությանը եւ հետախուզությանը օգնել է հայկական հետախուզությանը ինչի հարցերով մանրամասներ էական չեն, բայց որ կոնկրետ օգնություններ ցույց տալիս դա փաստ է եւ զարմանալի չէ որ երբ որ խոսեցնում են իրեն Գևորգ Վարդանյանին միշտ նա շեշտում էր
որ մենք մեր Հայաստանի զավակներն ենք։ Ընդ որում, եթե կենսագրությունը հիշում եք, նա Դոնի Ռոստովում է ծնվել, ըստ էության Նոր Նախիջևանցի ծնունդ է, բայց տեսեք, այնտեղից ինչքան էր կապնված, որ եկել եւ Երևանում էր փաստորեն նաեւ բնակարան ուներ եւ փորձում էր իր հնարավոր ժամանակը անցկացնել իր հայրենասերի պարտներ կատարում։ Հայրենասերի պարտներ եւ նա միշտ շեշտում էր, որովհետեւ ցավոք կա թյուր կարծիք, որ այ խորհրդային միության համար էին աշխատում այդ ժամանակ եւ այլն։ Տեսեք, թեկուզ հենց երկրորդ աշխարհամարտի կամ մեզ համար իրոք հայրենական մեծ պատերազմի տարիներին ինչ գործունեություն է կատարել, փոքր մասով արդեն ներկայացրեցինք, բայց բոլորիս արդեն քաչ հայտնի է, որ Թուրքիան լինելով Գերմանիայի դաշնակիցը ուղղակի սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ելքին եւ վերջերս նորից փաստաթղթեր են հրապարակվել նոր Ռուսաստանում, որտեղ հստակ նշված է հենց այս Ստալինգրադի մոտի գետը անցնում էին, ուրեմն ստորագրած պայմանավորվածություն կար Ճապոնիան եւ Թուրքիան մտնում էին պատերազմի մեջ։ Դե հիմա գնահատենք, թե դա ինչ հետևանքներ կարող էր ունենալ մեզ համար, հայ ժողովրդի համար, Հայաստանի համար եւ արդյոք չպետքա գնահատենք այն հայորդիներին, բոլորին փառք ու պատիվ իհարկե, որոնք այդ ֆաշիստական հորդայի դեմ պայքարելով ըստ էության կանխել են նաեւ Թուրքիայի ուրեմն պատերազմի մասնակցությանը, կանխել են այն հետևանքներից, որոնք հնարավոր է եւ կարող են վատը լինել, չնայած հույս ունեմ, որ խորհրդային զորքային քան ուժեր, որ այնուամենայնիվ երևի կկանգնեցներ, բայց երևի բոլոր դեպքերում կյանքերի փրկումը որոշակի դեր է կատարել։ Որոշակի դեր է, դա արդեն հայրենասիրության նշան է, որտեղ իրենց Գևորգ Վարդանյանը, ինչպես տեսանք, բավականին լուրջ ներդրում է ունեցել, եւ հետո ինչի վրա կուզենայի ուշադրություն դարձնել, թե ինչ սիրով էին նրանք ուրեմն Երևանում զբոսնում եւ հետաքրքիր սովորություն ունեին։ Այսինքն փողոցում Երևանի փողոցում պուրակներում զբոսնում էին, ինչ սիրով են ուրեմն նայում նորություններին Երևանի եւ այլն եւ հետաքրքիր սովորություն ունեն, դա իրենց պատանեկան տարիներից էր գալի, որը կարող էր կողքի նայողին տարօրինակ թվալ, միշտ ձեռքով բռնում էին եւ իրար ձեռքերը բռնած քայլում են։ Այդ մասին իմիջիալոց իրենց ուսանողական տարիների ընկերներն էլ էին զարմացած, դե երբ որ իրանք սովորել են մի քիչ տարիքով ավելի մեծ են եղել ուսանողներից, ասում եմ մեզ զարմացնում էր, թե ինչպես այդ տարիներից ձեռքը իրար ձեռք բռնած զբոսնում են։ Այսինքն որպես սիրող զույգ նույնպես օրինակել էին անպայման, օրինակել են եղել նրանք երկուսը, շատ իրան կապված են եղել եւ Գեորգի Անդրեյիչը եւ Կորա Լևոնովնը։ Եվ ես կուզենայի ասել, որ նրանք հայրենիքի սերը հայ ժողովրդի, ոչ միայն հայ ժողովրդի, այլ սոցիալական միության ամբողջ մեր ժողովրդի, նրանք իրենց անձնական կյանքը զոհեցին, եթե կարելի այդպես ասել, հանուն մեր այդ հետախուզական գործունեությանը։ Դե դուք գիտեք, որ նրանք 40 տարի պակասի, ես օրինակ համար ասեմ, որ այդպիսի ես հետախուզ չգիտեմ, որ 40 տարի ծառայի աշխարհի հետ բոլոր ծագերում, բոլոր անկյուններում եղել են, աշխատել են եւ մաքուր վերադարձել են նորից սովետական վերադարձել իրենց երկիրը։ Առաջինն էին, այո, ոչ մի ցախողում չի եղել։ Առաջինն էին այդ որ ամբողջ աշխարհում երկուսը միասին որ աշխատել են գրեթե աշխարհի բոլոր ծայրերում։ Նա այնպիսի աշխատանքներ են կատարել, որ ուղղակի ունեցել են հնարավորություններ կորզել այն քաղաքնի տվյալները, որ հատկապես այն ծանր տարիներին այն մեզ շատ հարգավոր էին, եւ նրանք այդ բոլորը վերցրել են եւ զոհել են իրենց անձնական կյանքը հանուն ժողովրդի, հանուն մեր ազգի, հանուն մեր մարդկության անվտանգության խնդիրները։ Շատ բան են նրանք արել։ Նրա մասին ուղղակի դեռ ես նորից եմ ուզում կրկնել, որ կանցնեն տարեր, տասնյակ տարիներ կանցնեն, մենք հետո կարող ենք, մենք չենք իմանա, բայց մեր հետագա սերունդը կիմանա, թե ինչպեսի մենք լեգենդարներից լեգենդար հետախուզ ենք ունեցել։ Դա ուղղակի ես չեմ կարողանում պատկերացնել։ Մենք իհարկե լավ հետախուզներ շատ ենք ունեցել, բարձ ասեմ։ Հայ, սկսած 1920 թվականից մինչև ասենք թեկուզ եւ այսօր ունենք լավ հետախուզներ, բայց այդ
ունեցած լավ հետախուզներից ամենալավակուններից լավակունը ես ասում եմ Գեորգի Անդրեյեվիչին։ Եվ ոչ թե մենակ ես եմ ասում, այլ բոլորն են այդպես ասում, որովհետև իրոք արժան է այդ ամենին նա։ Նա այնպիսի տվյալներ է բերել, որ մինչև հիմա դեռ փաղակի տակ է։ Չեն կարողանում։ Մենք հիմա շատ բան չգիտենք։ Ժամանակի ընթացքում հավանաբար ինչ-որ Ժամանակի բաներ ընթացքում կանցնի, որտեղ մենք ինչի արդեն 2000 թվականներն երբ նրանք արդեն կարողացան այդ շատ բանից այդ Գեորգի Անդրեյեվիչին Գևորգ արդեն նրանք մի քիչ թեթևացրեցին նրանց գործունեությունը, բայց չեն ասել այն ինչ որ կա, ինչ որ նրանք արել են։ Դեռ երկար տարիներ կանցնեն, որ նոր կիմանան մեր գալիք սերունդը կարող այդ բոլորը իմանա։ Մենք չենք։ Ուղղակի երկու բառ ավելացնեմ, այնուամենայնիվ ինձ թվում է շատ կարևոր է հայրենասիրությունը, որ իրենց հայրան մեջ էր։ Հայասիրությունը, Նվիրվածությունը, հայրենասիրությունը, ազնվությունը։ Շեշտում եմ, որտեղ երբ որ առիթներ է լինում ինքը եւ իր հրապարակային ելույթներում միշտ ասում էր, պետք է մարդը սիրի իր հայրենիքը, պետքա իր հայրենիքի նվիրված լինի։ Այդ դեպքում ինքը իր աշխատանքի մեջ հաջողությունների կհասնի։ Ես հաջողության եմ հասել, որովհետեւ սիրել եմ իմ հայրենիքը, նվիրված եմ եղել իմ հայրենիքին։ Հարգելի հերոստատիտողները, հա այսպեսին է աշխարհի ամենահանրահայտ հայ հետախույզը, միգուցե տասնամյակներ անց մենք կիմանանք, թե հենց ինչի համար են արժանացել Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման։ Այսօրվա հաղորդումը նվիրված էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին, հաջորդ հաղորդմանը կներկայացնենք անվանի հայագետ, Մեծի տան ընկիլիկո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։